Ալլա շուքյուր Փաշինյան։ Ու ասենք ամեն նման դեպքերում մենք ասենք Ալլա շուքյուր Փաշինյան։ Իմիջիալոց Փաշինյան եւ Փաշ կարող է նույնիսկ բարձի որ նույնն է։ Ընդ կարող է բարձի սխալել չկա։ Բայց ամեն դեպքում մենք դա չենք անում, որովհետեւ մենք եկել ենք ազգային ժողովի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով, այլ ոչ թե այսինքն այստեղ եւ իր վարքագիծն է, որը բացարձակ հակադիր է հանրային ծառայողի էթիկայի նորմերին եւ նաեւ նախագահողի թույլությունն է, թերությունն է, որ չի կարողանում նիստերը նախագահել բնականոն ընթացքով, ինչը հանգեցնում է ազգային ժողովի գործունեության ըստ էության տապալման։ Պարոն Ղազարյան, ինչ մեկնաբանություն կտաք այսօր առավոտից Ռոբերտ Քոչարյանի եւ իր որդիների, նաեւ Լևոն Քոչարյանի տիկնոջը անկերությունում տանը իրականացվող ուզածություններին, ձերբակալությանը, այն բանից հետո, երբ որ երեք Նիկոլ Փաշինյանը հասցրեց դուք ինչի եք միլիոնատեր, եւ Լևոն Քոչարյանն էլ ասեց, որ դուք չպետք է հասկացի ժառանգեք այն միլիոնները, որը իբրև թե ձեր հայրը առանց ամերիկյան կախավարկածը խախտելով ձեր հայրը թալանել է եւ դիզել է։ Նախ ուզում եմ ձեր ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս պահը, մինչ այսօր ազատության մեջ գտնվող Արցախի միակ նախագահն էր։ Արցախի մյուս նախագահները ձերբակալված են, գտնվում են Բաքվի բանտում, նրանք դատապարտվել են, եւ նախագահ Քոչարյանը, որպես Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի ղեկավարներից միակն էր, որը գտնվում էր ազատության մեջ։ Իսկ ինչ վերաբերում իսկ կարծում եմ, որ նրա ձերբակալությունը պայմանավորված է այդ հանգամանքով, որ երեք այստեղ հնչեցվեց Հայաստանի Հանրապետության գործող պետությունը, մեր պետությունը տապալելու հանցավոր մտադրության մասին, այն պայմանականորեն անվանելով 4-րդ հանրապետության ստեղծման ազդարարում, ինչը որ իրավաբանորեն չի կարող առհասարակ գոյություն ունենալ, դրա հետ միասին նաև խոսվեց Արցախի առհասարակ դրա հիշողություններից հրաժարվելու մտադրությունների մասին եւ այդ համատեքստում կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ իրականացվում են ապօրինի։ Իսկ ինչ վերաբերվում է հալան, ապօրինի հարստություն եւ այլն, դրանց պետք է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ հիմա 2018 թիվը չի, որ ինքը արդեն 8 տարի Հայաստանի ղեկավարն է եւ 4-րդ ժամկետում է Հայաստանը ղեկավարում։ Ինքս թե կառավարության ծրագիր է ներկայացրել 4 անգամ, տենց Հայաստանի պատմության մեջ տենց ղեկավար չի եղել։ Հայաստանի բոլոր նախագահները 2 ժամկետ ղեկավարելու հնարավորություն են ունեցել։ Ինքը 4-րդ անգամ է գալի ու այսօր նեցա խոսում, ոնց որ առաջին անգամն է։ Ինքը եկել է արդարություն հաստատելու, թալան։ Մենք արդեն հիմա մտածում ենք իրաց թալանածը ոնց պետք է հետ բերենք։ Այդ իրանց 8 տարիների, որը հսկայական թալանա։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Սրանց տարած այս պրեմիամ ռեմես, որ ասում են, էլեմենտ դրանց գույքի եկամուտների հայտը ասում է չեմ դիզել, այդ ինքն է չի ասում, բայց այդ քննիչը պետք է ասի։ Վահագն Ալեքսանյանն օրինակ ասեց, օրինակ ինձ ասենք բռնեցի։ Այդ ինչ եմ ես արել։ Վայ քո տունը շիվի, վայ քո տունը շիվի։ Հələ դու մատ Ղազյան հետ գանելի դատախազ տենան Վահագն Ալեքսանյանի, ակնեք է Վահագն պիտի ասեմ էլի են եղեգան փողծուխ ելաները։ Հա։ Պարոն Ղազարյան, լավ հիշեցրեցիք, հա, 3 Հələ դու այսինքն կգտնեք։ Լսեք, ես ձեզ հիմա ես ասում եմ, ես որպես պատգամավոր մի րոպե, չէ, յա, այդ տունը, որ առել է, բանը հորից է ժառանգություն ստացել։ Հա, հիպոթեկը, բայց ո՞նց է ալնում, որ մինչև պատգամավորության ոչ մեկ հիպոթեք չէր տալի։ Հիմա են տալի։ Ասենք որևէ բանկ, բոլորս էլ բանկերի հետ առնչվել ենք, վարկեր ստացել ենք, չէ՞։ Որևէ բանկ կարա 20 տարով վարկ տրամադրի մի վարկառուի, ում աշխատանքային պայմանագիրը 3 տարի է։ Բայց որ ասում են բանկն է տվել, բայց գիտեն մենք չենք նայում, թե հատկապես այդ որ բանկն է իրանց հիպոթեկերը ֆինանսը, ոնց որ թե Հայ-Էկոնոմ բանկն է։ Բայց Հայ-Էկոնոմ բանկի սեփականատերն ով է, անցած գումարմանը ստեղ պատգամավոր էր, թե պատգամավոր չէր։ Հիմա պիտի հասկանանք դա հիպոթեկ է, թե ուղիղ ֆինանսավորում է, որտեղ բանկի վարչությունը ցանկացած պահի կարա ների, չէ՞, վարկառուին վերցրած վարկը։ Իսկ մենք գիտենք իրանք դες պայմանավորվածություն ունեն, թե չունեն։ Կարծում եմ, որ պիտի ունեն։ Վահագն Ալեքսանյանը, եթե ուզում իմանա ինչքան փող է տարեց պետությունից, ես բարձ վարություն եմ առաջարկում։ Վերցնում է պետական պաշտոն զբաղեցնողների անձանց վարձատրության մասին օրենքը, նայում է ընդդեղից ինչքան աշխատավարձ ստացած ելներ 18 թվականից մինչև հիմա,
ամսական կարծեմ 500 քանի հազարա, 661,000-ը մինուս հարկերը։ Եվ տեսնի թե ինքը ինչքանա փաստացի ստացե, տարբերությունը ինչ որ ինքը հանի, էդի այն բանը ապօրինի հարստացումն է, որ իրենք տարել են այս պետությունից։ Պատգամավորի պարգևավճար օրենքը չի նախատեսում։ Օրենքը պարգևավճար նախատեսում է բացառապես ծառայողների ազգային ժողովի աշխատակազմի աշխատողը կարա ստանա պարգևավճար։ Դա էլ բացառիկ դեպքերում ըստ իր կատարողականի արդյունքների վերադասի կողմից գնահատման դեպքում քաղաքական որևէ պաշտոնյա նախարար կլինի, պատգամավոր կլինի։ Ես հիմա որ մեր խմբակցությունը հայտարարել է, չէ՞ որ պարգևավճար չենք ստանալու։ Դա ոչ միայն չպիտի ստանանք, այլ հենց այդ փողը մեզ դրի մենք դրանց դատի տանք տվողին։ Ես ի՞նչ եմ արել որ դու ինձ պարգևավճար ես տալի։ Անելու եք այդպես։ Անպայման, որովհետև պատգամավորը չի կարա ստանա, օրենքը թույլ չի տալի։ Իսկ իրանք այնքան են ստանում։ Իսկ այս Սրբուի Գայլանին հարցվեն, ասում են, ինչքան պարգևավճար ես, ասում եմ, չեմ անում 7 միլիոն, 8, ասեք կոպեկներ էլ 1 միլիոն էսիա, 1 միլիոն էյան, ասկի չի էլ հիշում ինքը։ Ստացել է, չի ստե հիմա կնայ էլի հաշվին, ասեք կոպեկա գցած է էլի հիմա, ասենք ինքը $200,000 ինչ է իր համար մի հատ տուն, որ չլինի Ալիևի համար սահմանադրություն գրող աղջիկ, ասեք Ալիևն է դոլարով միլիարդատեր, ասեք ի՞նչ պրոբլեմա։ Բայց սա ապօրինի հարստացման կոնկրետ փաստեր են, որը պիտի հələ հետ գա։ Ձեզ հիմա ասում են հեսա օրենքի մեջ են մտցնելու պարգևավճարները, տեսնենք ոնց եք հրաժարվելու դրանից։ Իրավունք չունեն, ոչ մի հանրային ծառայող չի կարող ինքն իր վարձատրությունը բայելավելու մասին օրենք ընդունել։ Այսինքն, եթե հիմա օրենք ընդունվի, դա պետք է վերաբերվի հաջորդ գումարման ազգային ժողովին։ Գանք բանակին, ծառայության ժամանակ քնել է։ Երեք մեկնաբանները խաղաղությունը դրա համար չեն քնում, դրա համար են քնում հիմա, իսկ առաջ վախենում են, որ թշնամի կկրակի։ Դե իր տրամաբանության որ նայես, բանակ պետք չէ, դա ընդհանրապես ինչ որ խաղաղություն չեն գնում բանը։ Ասեք իզուր տեղը հել եմ գնում են պետության խաղաղություն այն տունը քո համար քնեն չի պետք է մահվան դեպքեր լինի, էլի։ Այս դրանց ասած է հեսա, չէ՞ խաղաղություն է, այլ մեզ բանակ պետք չի գրել է ծրագրում։ Ասում է բանակը պետության անվտանգության ռեզերվային միջոց է։ Սահմանադրությանը հակասող դրույթ է, Սահմանադրության 14 հոդվածն ասում է զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային սահմանների անձեռնությունությունը։ Այսինքն բանակի վրա, զինված ուժերի վրա հայրենիքի սահմանների պաշտպանությունը սահմանադրական ֆունկցիա է, որ կապ չունի երկրի ղեկավարն ով է, ով չի, խմած է, օյաղ է, քնած է, արթուն է, ճաշարանում է, թե դահլիճում է, զինված ուժերը պիտի մեր երկրի անվտանգությունը ապահովի, դա սահմանադրական ֆունկցիան է։ Հանել են բանակից սահմանադրական ֆունկցիան, ասում են ռեզերվային բան է, եթե հանկարծ տենակ ուրիշ ճար չկա, բանակա դե հիմա թող զբաղվեն էլի։ Ինչ ասես։ Ղազարյան, հենց նոր խոսելով արդարադատության նախարար Սրբուի Գայլանի մասին, դուք գործածեցիք մի կապակցություն Ալիևի համար սահմանադրություն գրող աղջիկ։ Խնդրում եմ ասեք, սա վիրավորանք է, սա զրպարտություն է, ինչ է։ Չէ, ինչն է վիրավորանք։ Բայց ասեք վիրավորանք, ձեր կարծիքով վիրավորանքն ու զրպարտությունը որ դրվագին կարող վերաբերել։ Ես հարցը ձեզ եմ տալիս, պարոն։ Չէ, ես կարծում եմ, որ ես իմ խոսքում որևէ մեկին որ վիրավորել եմ, ոչ է զրպարտություն։ Իսկ ունեք փաստեր, որ Սրբուի Գայլանը Ալիևի ցուցումով է գրում սահմանադրություն կամ Ալիևի համար է գրում սահմանադրություն, եթե դիցուկ Տիկին Գայլանը որոշի, ասենք, քաղաքացի ներկայացնել։ Եթե ներկայացնի Դատարանում կարող եք ապացուցել, որ նա Ալիևի ցուցումով է այդ սահմանադրությունը։ Եթե ներկայացնի քննարկենք, ես քանի դեռ այդ հայցը չկա, այդ հայցի պատասխան դիրքորոշում չեմ կարող ներկայացնել։ Երբ որ հայցը լինի, Պարոն Ղազարյան, եթե համանման մի մեղադրանք էլ ձեզ հասցեագրվեր, դուք քաղաքացի կներկայացնեիք նման բառապաշարով։ Հիմա ճիշտ ասած ես պատրաստում եմ Վահագն Ալեքսանյանի իմ հասցեին հնչած վիրավորանքների եւ Ռուբինյանի կապակցությամբ քաղաքացի ներկայացնել։